Այսպես կոչված Թուրքիայի տարածքում հայտնաբերվել է հին հայկական Սոֆենե թագավորության եզակի արամեական արձանագրությունը, սակայն Anatolian Studies գիտական հանդեսը, որտեղ հրապարակվել են հետազոտության արդյունքները, որևէ կերպ չի անդրադառնում այս գտածոյի հայկական հետքին։ Այսպես կոչված Թուրքիայի արևելքում Քունջելի նահանգ, պատմական արևմտյան Հայաստան հնագետներն հայտնաբերել են միջին արամերենով գրված հազվագյուտե քարե արձանագրություն, որը թվագրվում է մեր թվարկությունից առաջ երկրորդ դարում։ Սա առաջին ուղղակի գրավոր հուշարձանն է, որը ստեղծվել է հին հայկական Սոֆենե թագավորության հայերեն ծոփք տեղական վերնախավի կողմից, որի մասին մինչ այժմ տեղեկություններն առասպելապես հայտնի էին արտաքնի աղբյուրից։ Արձանագրությունը հայտնաբերվել է Ռաբատ ամրոցում, տեքստը գերեզմանագիր է, նվիրված տեղական մի իշխանի։ Այն հիշատակում է իշխող Երևանդունիների արքայատողմը, ինչը հաստատում է տեղական էլիտայի կապը արքայական պալատի հետ։ Արամերենի կիրառումը, այլ ոչ թե այդ ժամանակաշրջանում առավել տարածված հունարենը, ընդգծում է Սոֆենեի ծոփքի ինքնուրույնությունը եւ նրա կապը հայկական ավանդույթի հետ։ Գտածոն հազվագյուտ պատկերացում է տալիս հայկական ծոփք թագավորության քաղաքական կառուցվածքի եւ մշակույթի կյանքի մասին, որը գոյություն է ունեցել որպես բուֆերային պետություն հավասարակշռելով խոշոր կայսրությունների միջև։ Ըստ գիտնական Պարիս Հերունու, արամերենը հանդիսանում է հայերենի բարբառներից մեկը։ Հերունին պնդում է, որ Արամ Արմատը հին հայկական անուն է, որը նշանակում է արևի որդի։